Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Կարճ ուղղակի անդրադառնամ առաջիկա անելիքների հետ կապված, հետո շատ թեմաներ ունենք, հետո շատ չեմ ուզում ծավալվեմ դրա վրա։ Ուրեմն Գյումրու ընտրությունները ցույց տվեց առաջիկա, թե ինչ կարող է սպասվել մեզ առաջիկա համապետական ընտրություններին, ելի նորից իշխանություն, ընդդիմություն եւ այլ ընտրանքի չձևավորվելու ամբողջ վտանգը։ Այդ իսկ պատճառով պետք է մտածել նորմալ այլ ընտրանք ստեղծելու մասին, դրա մասին ես խոսել եմ, ասել եմ, որ այո, իմ ուժերի ներածի չափով պետք է մասնակցենք դրան, բայց շատ ալումից գրում են, ասում են, սրան միացեք, նրան միացեք, ցուցակ են ուղարկում եւ այլ եւ այլ։ Հարգելիներս, հիմա այս պահին այդ մեխանիկական միանալու պահը չէ, ենթադրենք մի 5 հոգու անուններ գրեցինք, գնացինք իրար հետ նստեցինք, պարզեցինք բոլորը պատրաստ են մասնակցելու, մի հատ թուղթ ստորագրեցինք, դրանով ոգևորություն առաջացրեցինք, վստահություն առաջացրեցինք եւ շատ կարճ ժամանակ հետո հիասթափություն, հետո ինչ ենք ասելու, ինչի տենց եղավ։ Չէ՞ որ համապետական ընտրությունները բավական լուրջ համախմբվածություն եւ բավական լուրջ ռեսուրս է պահանջում, թե մարդկային, թե նյութական, հսկայական աշխատանք կա անելու։ Երբ որ ասում ենք Գյումրու դասերը, ինչի Գյումրու մյուս դասը չտեսաք, Եվրոդաշինքը մասնակցեց 3 կուսակցություն, որոնք մեդիայի խնդիրներ չունեին, փողի խնդիրներ չունեին։ Լա Երևան քաղաքում էլ իշխանությունը ներկայացված է։ Նրանց արևելյան գործընկերության պլատֆորմը աջակցում էր, բավական մեծ թվով հրապարակային գործիչներ աջակցում էին։ Բավական մեծ մի շարք հասարակական կազմակերպություններ էին աջակցում։ Այդ ամբողջ ռեսուրսը դրել են մի քաղաքի վրա, ոչ թե ամբողջ համապետական ընտրության, բայց 5% դրան չհավաքեցին։ Արևմտյան արժեքներից էին խոսում, մի քանի օր առաջ էլ ընտրություններից օրենքներ ընդունվել։ Դրա համար այդ ամեն ինչն էլա չէ պետք դաս քաղել, որ հասկանալ, որ պետքա շատ ավելի մեծ ռեսուրսներ ներգրավել մարդկային, նյութական եւ կարողանալ այդ խնդիրները լուծել։ Դրա համար երբ որ ասում ենք առաջի քայլը պետք է կարողանանք հզորանանք ուժի կենտրոն ունենանք, որ նոր նստենք բանակցությունների, ասենք մենք սա ենք դնում սեղանին, դու ինչ ես դնում սեղանին։ Հո դա ինչի, որ ես ձեզ համոզում եմ, ասում լավ էլի օգնեք ես ընտրվեմ։ Չէ, ես պետք է համոզվեմ, մենք ինչ ռեսուրս ունենք, մենք այդ քայլը անում ենք, թե չէ, կամ ինչ ծավալի քայլ ենք անում։ Դրա համար ես նաև որ ասում եմ YouTube-յան ալիքի հետ կապված։ YouTube-յան ալիքով մենք շփվում ենք եւ ես համարում եմ, որ օգտակար գործ ենք անում, ինչքան իմ ուժերը պատումա դա անում եմ, ինչքան էլ ձեր կողմից մարդիկ օգնում են, շնորհակալ եմ։ Այդքանը կարողանում եմ անել, կարող եմ այնքան անել, մինչև կյանքից վերջ ինչքան ի վիճակի լինեմ դա անել։ Եվ նորմալ ինտելեկտուալ թիմ հավաքենք եւ իրար հետ այս հարթակով շփվենք։ Այդտեղ քանակի խնդիր չկա, քանակը ինչ չի հետաքրքրում, սա բիզնես չի։ Բայց եթե մենք սանով պետք է ընտրության գնանք, դա արդեն քանակը հետաքրքրում է, դա արդեն գործիք է ընտրության հետ կապված մասնակցելու, շատ ավելի մեծ ծավալներ պետք է ընդգրկենք։ Դրա համար եմ ես ասում, ես նյութի նկարագրական մասում լրիվ բոլոր տարբերակի շփումներն ու ամեն ինչ անելու, կապվելու, արագ փոխանցում, դանդաղ փոխանցում, բանկային բխոսքով ամեն ինչ կա, ամեն օր չեմ ցանկանում ես այդ ամեն ինչը կրկնել, դրա համար ըստ մեր ունեցած հնարավորությունների մենք կնստենք մարդկանց հետ բանակցության, կասենք սեղանին դնում ենք այս ռեսուրսը, ունենք այս մարդկային հնարավորությունները, ունենք այս հնարավորությունները, մարդիկ գրում ասում հա մարզերում YouTube-ով այդքան շատ չեն ինֆորմացիա ստանում, պետք է ուղղակի ուղիղ շփում լինի, պետք է այս լինի, պետք է այն անել, պետք է այս ամեն ինչն անել, մեդիայի հետ այլ ձևի աշխատել, որ մարդիկ իմանան ֆիզիկապես ճանաչեն ում մասին է խոսքը, նոր մտածեն, որ կգնան այդ մարդուն ձայն կտան թե չէ։ Այսինքն մենք շատ անելիքներ ունենք, ժողովուրդ ջան, ձևի համար ասել 5 հոգով հավաքվեցինք, ստորագրեցինք ինչ, ձեր աչքի առաջ տեսակ, հավաքվեցին, ստորագրեցին, քայլել արեցին, ռեսուրս էլ դրեցին, գումարներ չափսոսեցին, գովազդներ էլ արեցին, ամեն ինչ արեցին, 5% չհավաքեցին։ Սա ոչ թե ես հիմա չեմ ցանկանում ասել ինչի դա այդպես եղավ, քաղաքական մասը դնենք մի կողմ, կազմակերպական մասերի առումով դուք տեսաք, որ դա տենց եղավ։ Ում էլ որ հավաքենք, արևմտամետ ուժերի մարդկանց պիտի հավաքենք, արժեքներից, գաղափարներից խոսանք։ Հասկանալի է, թե ես ենք նաև պատճառը ինչ տերորյանք այդ ձայնը չստացան, բայց կյանքը ցույց տվեց, որ այդքան ռեսուրսը մի ընտրությանը չօգնեց, ուր մնաց համապետական ընտրությանը։ Դրա համար մի հատ մենք հասկանանք ինչով ենք մտնում դաշտ, նոր մտածենք, թե ինչ ենք կարող անել, ոչ թե ժամ առաջ գնանք մեկի հետ նստենք, թող ստորագրենք, ասեցին դե լավ ստորագրեցիք, դե սկսեք, հետո ասենք բա ինչ ենք սկսում։ Ով է դա անում եւ ինչ չափով է անում։
կամ անուններ եք տալի մարդկանց, այդ մարդիկ ունեն այդ հնարավորությունը, որ իրանք այդ կազմակերպել, մենք էլ մեր ուժերի ներածի չափով օգնենք։ Հոբենակ անուն գրելով չի։ Մարդկա կաղքի չի էլ ուզում ընտրությանը մասնակցի, հրապարակային գործի չա։ Դրա համար եմ ասում, այս պահին անուններ տալը չի, էլի հիմա ասնենք շատ գործեր ունենք, հետո այդ հարցերին կանրադառնանք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, Չինաստանը շատ ավելի ուժեղ հարված ստացավ մաքսատուրքեր սահմանելու արդյունքում, քան ԱՄՆ-ն։ Նրանք եւ շատ այլ երկրներ մեզ հետ անտանելի վատ էին վերաբերվում։ Մենք հիմա եւ անօգնական հարվածի օբյեկտ էինք։ Մենք վերադարձնում ենք աշխատատեղերն ու բիզնեսները։ Սա տնտեսական հեղափոխություն է եւ մենք կհաղթենք։ Դիմացեք հեշտ չի լինելու, բայց վերջնական արդյունքը պատմական կլինի, գրել է Տրամփը։ Իհարկե, հարցը նա է, որ եթե Դոնալդ Տրամփը ցանկանում է մտնել պատմության մեջ, ես հավատացնում եմ, որ իրան դա կհաջողվի, ոչ թե խաղաղության Նոբելյան մրցանակի, այլ Գինեսի ռեկորդի գիրք կարող է մտնել, ռեկորդների գիրք, որովհետև աշխարհի ամենահզոր երկիրը, ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրը մի քանի կարճ ժամանակում, մաքսիմում մի քանի ամսվա մեջ ասենց խայտառակ վիճակի առաջ կանգնացնելը իսկապես Գինեսի ռեկորդների գրքի մակարդակի քայլ էր, ում մտքով կանցներ, որ Ամերիկայի հետ հնարավոր է սենց արագ էսպես վարվել։ Ուրեմն շատ խոցելի տեղեր կար, որի մասին մարդիկ չգիտեին։ Ի վերջո ասել, որ Չինաստանը ավելի մեծ հարված ստացավ, դա այդպես չի, որովհետև Չինաստանը կարող է ձևը գտնել, Չինաստանը չի այդ հարվածը հասցրել, Չինաստանը կգտնի այլընտրանքային տարբերակներ բանակցելու մյուս երկրների հետ, Եվրոպայի հետ, Կանադայի հետ, ցանկացածի հետ, ում որ նեղացրել է մի 180 քանի երկրի հետ ինքը կարող է աշխատել, ում որ նեղացրել է Ամերիկան։ Այնպես որ ասել, որ մենք տուժեցինք, բայց Չինաստանն ավելի շատ տուժեց, նախ դա այդպես չի, եւ ենթադրենք այդպես է։ Ամենածաղկող հզոր երկիրը տուժելու տակ մտցնես այն հույսով, որ կարող է վաղը դա ավելանա, վիճակը բարելավվի։ Պարզ չի, որ դա այդպես չի։ Այսինքն նշանակում է, որ դա արդարացում չի, որ տեսեք, հիմա մենք վիճակը վատ է ալնելու։ Ընտրություններից առաջ ասում եք, որ վիճակները վատանալու է, թե ասում եք վիճակները նենց ենք լավացնելու, գնաճներն ենք իջացնելու, հարկերն ենք վերանայելու, ինչ, բայց վերցրեք մի հատ նայեք, բայց մարդիկ դրան են ձայն տվել։ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կոչ է արել ստեղծել ԱՄՆ ազատ առևտրի գոտի Եվրամիության հետ, հակառակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի քաղաքականության։ Այս մասին Մասկը հայտարարել է Իտալիայում տեսակապի միջոցով ունեցած ելույթի ժամանակ, այսինքն Եվրոպայի հետ աշխատելուց, անգամ ներսում չի ասել, ներսում էլ ասել ամբողջ աշխարհում կտարածվեր, բայց շատ ավելի էֆեկտ է առաջացրել սա արձագանք, որ ինքը դրսում է դա ասում։ Հուսով եմ, որ համաձայնություն կլինի, որ եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է անցնեն իմ կարծիքով իդեալականորեն զրոյական մաքսատուրքերով իրավիճակի, ըստ էության ստեղծելով ազատ առևտրի գոտի, ասել է Մասկը։ Այսինքն սա հրապարակային տարաձայնությունը այն բանից հետո, երբ Դոնալդ Տրամփն ասեց կարճ ժամանակ հետո Իլոն Մասկը պետք է իր պաշտոնից հրաժարվի, գնա, ժամանակը լրացել է, որովհետև այն խայտառակ վիճակը, որը Ամերիկայի կանգնացրեցին այդ կարճ ժամանակում, ակնհայտ է։ Հիմա պետք է ինչքան ուզում է ժեստեր անի Դոնալդ Տրամփը Մասկին, որ ասի ինքը շատ լավն է, իմ ընկերն է եւ այլ, որպեսզի նա ջրերես չհանի այն ինչ որ ինքը արել ընտրությունների ժամանակ, որի արդյունքում Դոնալդ Տրամփը այդպիսի ձայներ է ստացել։ Եվ այդ պարագայում ստացվում է այնպես, որ ինքը այնուամենայնիվ փորձեց գցի Մասկի վրա։ Եթե Մասկը շատ արագ տեղից գնում է, արդյունավետության գերատեսչությունը ընդհանրապես բացահայտում է, որ գումարներ են ծախսել, բայց չի ներկայացնում երկիրը արդյունավետ զարգացնելու ծրագիր, որը ինքը հաստատ չունի։ Ստացվում է այնպես, որ մեղավորը ինքն էր։ Ինքն էլ ուզեցավ ասի, չէ, մեղավորը ես չեմ, մեղավորը Տրամփն է, ես իրան ասել եմ, սենց բան չանես։ Ինքն է անում։ Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ինքն է անում, մեղավորը ինքն է, որտեվ չմոռանանք, որ ինքը ասում էր, որ Վենսը պետք է դառնա նախագահ ապագա, ինքն էլ հույս ունենալով, որ իսկ Վենսը ապագա նախագահ դառնալու մի շանս ուներ, որ Դոնալդ Տրամփը ամբողջ պաշտոնավար էր։ Այդ ընթացքում փոխնախագահ ավտոմատ դառնար նախագահ, թե չէ Վենսը Տրամփից հետո, Տրամփի քաղաքականությունից հետո որևէ շանս չունի անգամ կուսակցության ներսում առաջադրվի։ Այսինքն Տրամփը դա էլ հասկացավ, որ իր գլխին սարքում են։ Չնայած մի հատ էլ երջանկացած ինչ որ բան գցեցին մեջը, դու կաշխատես 3-րդ ժամկետի համար Վենսը կլինի, հետո ինքը հրաժարական կտա, հետո դու ավտոմատ կդառնաս, էդ էլ բացատրեցին, որ դու ավտոմատ չես կարա դառնաս հաջորդ
մարդը կարող է դառնա, որը չընտրված մարդ է, սահմանադրությունը դա թույլ տալիս է, դու չես կարա լինես ԱՄՆ-ի նախագահ, ուզում ես փոխարին, որտեղ ԱՄՆ-ի սահմանադրության պաշտոնակատարի ինստիտուտ չկա, նախագահը գնաց, մյուսը համարվում է նախագահ, պաշտոնակատար չի, տեղապահ չի, որ ասի դե մի սահմանադրությունում նախագահին էր արգելվում, պաշտոնակատարին չէր արգելվում, չկա պաշտոնակատարի ինստիտուտ, ուղղակի դու լիարժեք փոխարինում ես ոչ լիարժեք ժամանակի ընթացքում, անգամ այդ էին խելքը կերել, որ իմացի, որ Վենսին նենց լավ վերաբերվի, որ հետո ինքը լնի, հետո դու արդյունքում լնես, այդ բոլոր հեքիաթը նրա համար էր, որ կարողանային գլխին սարքեին, impeachment սարքեին, կարողանային հանեին, թե գլխի անգել, թե գլխի չի ընկել, ամեն դեպքում Մասկը արդեն ցույց է տալիս իր դեմքը, որ ինքը չի ցանկանում խաղության նոխած դառնա, ավելի շատ կուզենա, որ այդ ցախողումը Դոնալդ Տրամփի վրա ընկնի։ Իսկ Ռուսաստանի Դաշնության ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար եւ օտարերկրյա երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը կարծիք է հայտնել։ Այդ կասեմ այդ կարծիքը ինչ է հայտնել, բայց նայեք, պրոֆեսիոնալ մարդ է, ներդրումներ եւ այլ, այսինքն ինքը հասկանում է, թե տնտեսական ինչ խնդրի առաջ է Մասկը կանգնացրել աշխարհին եւ Ամերիկային, բայց ինքը չէ, դա չի պատճառ, ինքը ինչ է ասում, որ կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ում hands-off, այսինքն ձեռքերդ հեռու կարգախոսով ցույցերը կարող են գունավոր հեղափոխություն կազմակերպելու խորքային փորձ լինել։ Երբ hands-off, այսինքն ձեռքերդ հեռու բողոքի ցույցերն այդքան, բայց մենակ այդ կարգախոսը չի, մի քանի ուրիշ կարգախոսներ կան, ցույցերն այդքան լավ են կազմակերպված, հարց է առաջանում, արդյոք խորքային պետություն չի կիրառում իր գունավոր հեղափոխության մարտավարությունը դրսում, որպեսզի փորձի նման բան տանել անել, գրել է Դմիտրիևը։ Այսինքն 50 նահանգում բողոքի ակցիաներ են ընդդեմ Տրամփի ու Մասկի եւ Ռուսաստանից բացատրում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կազմակերպել են գունավոր հեղափոխություն անել իշխանության դեմ, վայ։ Այսինքն այդ ցույցերը դրանք ընդհանրապես կազմակերպված են, դա արդարացված իրական բողոքի ցույցեր չեն։ Իհարկե այդ բողոքի ցույցերը բավական մեծ ծավալ են, մասշտաբներ են գրավում, բայց ես առանձնապես շատ չեմ անդրադառնում այդ թեմաներին, նաև ֆոնդային բուրսայի տատանումներին է շատ չեմ անդրադառնում, շատ հպանցիկ եմ անդրադառնում։ Ես տնտեսագետ եմ, ինձ համար խնդրեմ չի ամեն օր վերցնեմ այդ թվերը համեմատեմ նախորդ օրվա, նախորդ շաբաթի, նախորդ տարվա եւ չգիտես ինչի է եւ ձեզ ամեն օր ներկայացնեմ։ Իմաստը ես չեմ տեսնում, որովհետեւ ասեմ ինչի համար, որովհետեւ այդ ցույցերով չի որ պիտի որոշվեր այն ինչը որ ես ձեզ ասում եմ։ Այն ժամանակ երբ որ ես ասում եմ որ այն քայլերը որը Տրամփը անի ընտրություններից առաջ դեռ նախընտրական շրջանում դա կործանարար ալնելու ոչ միայն աշխարհի, այլ նաև Ամերիկայի համար, այդ ժամանակ այս ցույցերը չկային, այդ ժամանակ այս բողոքները չկային, մարդիկ է ոգևորված ասում են այո գնալու ենք Տրամփին ընտրենք, դուք էլ չեք հասկանում, Տրամփին ընտրելը ճիշտ է։ Այսինքն ինձ պետք չի որ ֆոնդային բորսայի թվերով եւ ցույցերով ապացուցեմ, որ ես այն ինչի մասին որ խոսում եի այն ժամանակ, այդ վտանգը արդեն տեսանելի է, ժողովուրդ ջան, որովհետեւ Պետք է սովորենք էլի որ անպայման չի մի բան աչքովը տեսնես, մի հատ է կծես համտենաս, մի հատ է հոտ քաշես, որ կարծիք կարողանաս հայտնես։ Այդ ուղեղով դու չես կարողանա տիեզեր թռնես, որովհետև թռնողները շատ չգիտեն այնտեղ ինչ է կատարվում։ Հաշվարկ միտքդ պետք է թռիչք ունենա, ժողովուրդ ջան, ոչ թե ամեն ինչը աչքովը տեսնես։ Դրա համար եմ ասում, ես չեմ ուզում իմ տեսակետները արդարացնեմ այս միտինգներով կամ էլ թե չէ բորսայի անկումներով, տրիլիոնավոր դոլարների անկումներով։ Թեպետ հպանցիկ անդրադառնում եմ դրան, բայց ամեն դեպքում անհնար է չնկատել, թե ինչպիսի դժգոհություններ առաջացավ այդ կողմից վարվող քաղաքականությամբ, որովհետև որևէ արդարացում չկա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներին գցես ծանր դրության մեջ, միայն այն բանի համար, որ դու ուրիշներին ասում ես անարդար ենք եղել։ Աշխարհը անարդար է եղել Ամերիկայի համեմատ ու Ամերիկան աշխարհի ամենահզոր տնտեսությունն ունի։ Չի լինում այդպես, ժողովուրդ ջան։ Կգա ժամանակ եւ երբ որ այդ դժվարությունները կառաջանա, Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերանա իր քաղաքականությունը, բայց այդ դիրքերը այլևս չի վերականգնի, որովհետեւ ցանկացած նման քայլ մարդկանց ստիպում է այլընտրանքային ուղիներ որոնել։ Իսկ ինչ վերաբերում է կազմակերպած ցույցերին, որպեսզի իշխանության դեմ քայլեր անեն, ինձանից լավ ասել է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը, դրա համար էլի եմ դա ձեզ ներկայացրել, մի անգամ եւս հատուկ ձեզ համար կներկայացնեմ եւ հատուկ մենակ ձեզ համար չէ, հատուկ Դմիտրիևի համար,
որ Էվո Մորալեսն ասում էր միակ երկիրը, որտեղ չի կարող լինել պետական հեղաշրջում, ԱՄՆ-ն է, քանի որ այնտեղ չկա ամերիկյան դեսպանատուն։ Այսինքն ժողովուրդ ջան, բոլոր երկրներում գունավոր հեղափոխություններն ու հեղաշրջումները պետական մակարդակով է արվել։ Պետք չի ասել, որ պետության դեմ երկրի ներսում կարող են գունավոր հեղափոխություններ անել կամ որոշ հիմնադրամներ ֆինանսավորել եւ Ամերիկայում հեղափոխություն անել։ Ժողովուրդ ջան, դա մեղմ ժպիտ է առաջացնում, էլի, չի կարելի այդքան արժե, տեղից էլ այս իշխանությունը Ամերիկան այդքան արժեզրկում է, բայց Ամերիկային այդքան թույլ մի պատկերացրեք, էլի, որ իր պետական այդ մեքենա ունեցող երկրին կարող են գունավոր հեղափոխությամբ, այսպես ասած, իշխանափոխություն անեն, էլի, դա մեղմ ժպիտ է առաջացնում։ Associated Press-ը գրում է. համատարած մաքսատուրքեր հայտարարելու միջոցով շուկաները շրջապտույտին ենթարկելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հինգշաբթի օրվանից իր ժամանակն անցկացրել է գոլֆի դաշտերում։ Այն գոլֆի մեքենան նստած, սենց ֆրֆռում էր բան, հետո կարդում էր ամսագիր, որպես իմանա թե մաքսատուրքերի հետ կապված ինչպիսի կարծիքներ են քննարկվում, բայց ինքը տենց գոլֆով էր սպա, բայց ինքը այդ մեքենան որ քշում էր ժողովուրդ ջան, կողքով մեկը եկավ, սենց կայծակնային արագությամբ անցավ, այդ ուղղակի չեն հասցրել նկարել, ասեմ ով էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել, նշելով, որ առանց դադարի 2 ժամում անցել է 50 կիլոմետր։ Այո ժողովուրդ ջան, եթե ամբողջ շաբաթ երկրի հերը հանիցել ես, հանգիստ կարող ես վայելել գոլֆի հանդերում ու դաշտերում եւ մեկ էլ հեծանվով անցնես 50 կիլոմետր։ Իհարկե, ձեզ լրիվ հասնում է ժողովուրդ ջան, եթե ժողովրդին բոլորին այնպես տերորի է ենթարկում, որ մարդիկ հանգիստը կորցնում են, բա դուք պետք է հանգստանաք, բա ինչ պետք է անեք։ Այնպես որ մեր գլխին եկած է, մենք դա գիտենք, մտներովս չեր անցնի, որ ձեր գլխին էլ կգա հարգելի Ամերիկայի մեր հայրենակիցներ ու սիրելի հայրենակիցներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ինչ է ասել։ Իրանը հաստատակամ է իր ազգային շահերը պաշտպանելու հարցում։ Սկզբունքորեն ուղիղ բանակցությունները մի կողմի հետ, որը մշտապես սպառնում է ուժի դիմել, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը անիմաստ կլինեն, բայց մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը եւ պատրաստ ենք փորձել անուղղակի բանակցությունների ճանապարհը, ասել է Արաղչին։ Այսինքն սա նորից հերթական անգամ պնդում է, որ այն կարծիքը, որ Դոնալդ Տրամփը ասեց, որ իրանք պատրաստ են ուղիղ բանակցությունների, նորից անդրադարձան, որ ոչ, մենք ուղիղ բանակցության պատրաստ չենք։ Հիմա նաև տեսեք, այս ընթացքում հիմա Իսրայելի վարչապետի գրասենյակից ինչ են ասում, որտեղ մեր տարածաշրջանը խառնելու մեջ բավական մեծ դերակատարություն ունի նաև Իսրայելը, հիմա նաև պետք է հասկանանք ինչ է կատարվում։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հրավերով ուշադրություն։ Ապրիլի 6-ին կմեկնի Վաշինգտոն։ Քաղաքական գործիչները կքննարկեն մաքսատուրքերի իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերի հարցերը։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները, որի մասին պարբերաբար խոսում ենք, որ դրանք սրված են, բայց երկուսի թիկունքին էլ Ամերիկան է։ Իսրայելը ուզում է հասկանա ինչքանով ինքը աջակցություն ունի Թուրքիայի դեմ։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններ, Իրանի սպառնալիքները, որովհետեւ Իսրայելն ասեց պատրաստ եմ Իրանին հարված հասցնել։ Հիմա ուզում է իմանա, այդ որ հասցնի ամերիկան թիկունքին կանգնած է թե չէ, կարող է ինքը հասցնի, հետո ամերիկան թիկունքին չկանգնի կամ մի էպիզոդ կանգնի, հետագայում չկանգնի, պատասխան հարվածը ստանա Իսրայելը, որովհետեւ առավել եւս որ դա կարող է հանգեցնի, որ միջուկային զենք ստեղծելու թեմաներն արագացնեն։ Միջազգային քրեական դատարանի դեմ հակազդեցության հարցերը, դե գիտեք Բենյամին Նեթանյահուին նույնպես օրդեր էր տրված եւ դրա նկատմամբ սանկցիա էր կիրառել Դոնալդ Տրամփը այդ դատավորի նկատմամբ, որը եւ Պուտինի եւ Նեթանյահուին էր տվել։ Եվ այս հարցերը հիմա տեսեք ինչն է հարցը։ Նեթանյահուն ծրագրում է Տրամփի հետ հանդիպել ապրիլի 7-ին, այսինքն վաղը։ Բայց Նեթանյահուն դա երկրի ղեկավարներից առաջի ղեկավարն է, որ մաքսատուրքերի պատերազմից հետո, այս տնտեսական պատերազմից հետո հանդիպելու է Տրամփին, հանդիպելու է Տրամփի հրավերով, հատուկ իրանց գրասենյակը նշում է, եւ Նեթանյահուն առաջի պաշտոնյաներ
արտասահմանյան երկրի, որը Դոնալդ Տրամպի ինագուրացիայից հետո, պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպել է Տրամպի հետ։ Այդ ինչ ոգևորված էր, հիմա էս ենք անում, Գազան դատարկում ենք, Տրամպն էլ ասեց խնդիր չկա, մի քանի օրվա ընթացքում մենք էլ կորոշենք արևմտյան Երուսաղեմի հարցը, որ ճանաչենք որպես Իսրայելի, բայց դա էլ պահում էր այնպես, որ նրա այն դեպքում կճանաչենք, եթե դու էլ օգնես Գազան դատարկենք, բայց տենց էլ չկարողացան երկիր գտնել, որ այդ մոտ 1.5-2 միլիոն մարդուն տեղավորեն, փողել առաջարկեցին, ամեն ինչ արեցին, բոլորը կտրականապես հրաժարվում են, բայց մի ոգևորված էր Նեթանյահուն, տեսեք ինչ ենք անելու։ Այդ ուղղությամբ առիթ եղել է այն ժամանակ եմ խոսացել, որ սխալվում է Նեթանյահուն, այսպես ոգևորված անում է, այն որ ինքը միշտ հանդես էր գալի ինքնապաշտպանության իրավունքից, որ այ պետությունն է ՄԱԿ-ի կողմից ճանաչված, բայց տեսեք հարևաններս ուզում են ինձ վերացնեն, ես էլ ինքնապաշտպանության իրավունք ունեմ, կսիրեք մեզ թե չեք սիրի, բայց պարտավոր եք հարգեք մեր իրավունքը, այդ կարգավիճակով ինքը լավ էլ աշխարհի հետ հարաբերվում էր, բայց ոգևորված ասել տեսեք դնենք ոչ թե Համասը ոչնչացնենք, որ ահաբեկչական կառույցը շատ եք լավ եք անում ոչնչացնենք, բայց ոչնչացնենք, որից հետո դատարկենք պաղեստինցիներին հանենք, որ այդ նույն ՄԱԿ-ը ճանաչել է նաև Պաղեստինը որպես պետություն ստեղծելու, եթե հետագայում պետություն չի ձևավորվել, որպեսի ՄԱԿ-ը ճանաչեր, բայց ստեղծելը գոնե ՄԱԿ-ն է որոշել, բայց չէ որ նաև Իսրայելի հետ ինքնավարություն ստեղծելու փաստաթուղթ են ստորագրել եւ այսինքն դա ճանաչել է ինքը ինքնավարությունը, բայց Տրամպի աջակցությունից ոգևորված Նեթանյահուն ասեց ընդհանրապես արևմտյան Երուսաղեմն է որ մերն է դառնում, Գազան էլ տալիս ենք Ամերիկային, էլ տակը ինչ ամնը որ ինքնավարությունն է կլուծարենք, կվերջացնենք, շատ ոգևորված էր, ես ասում եմ պարբերաբար Իսրայելի վարչապետների գրագետ Խելամիտ Քալերի մասին պարբերաբար ներկայացրել եմ, բայց այս անգամ համարում եմ, որ նույնիսկ զարմացած եմ, ուրեմն գերագնահատել եմ նրանց խելքն ու ունակությունները, ինքը կոպիտ սխալա թույլ տալի, եթե ոգևորվի հույսը դնի Տրամպի վրա, որովհետև Ամերիկան բավարար չափով Իսրայելին օգնում է։ Տրամպը ավելին է ուզում անի, բայց այդ ավելին կարող է լինել կործանարար Իսրայելի համար։ Հիմա ես կարծում եմ, որ այս հանդիպումից հետո այն ոգևորությունը, որը Նեթանյահուն ուներ, հաստատ այդ ոգևորությունը չի ունենալու։ Ինչ կհայտարարեն, դա դնենք մի կողմ, մի քիչ տողատակերը կարդալ գիտենք, որովհետև ինքը այդ ոգևորությունը չի կարող ունենալ։ Տրամպը այն ինչ որ խոստացել էր, այսօր չի կարողանալու անել։ Այնպես որ մենք դա հաշվի առնենք, բայց մեզ համար դա ինչի է կարևոր, որովհետև Ամերիկա, Իսրայել, Ադրբեջան կապը վերացած չի։ Լավ էլ գործում, առավել ևս, որ ցանկանում են, որ դա գործի նաև Իրանի դեմ։ Այդ իսկ պատճառով դա մեզ համար վտանգ, թե վաղը ինչ փորձան գլուխը կբերի Իսրայելը, թե չի բերի խելքը գլուխները կգա, կվերանայեն, տենց ագրեսիվ չեն լի, այդ ուրիշ խնդիր է։ Այդ իրանք իրանց հարցը կլուծեն, բայց այդ անորոշության ժամանակ կարող է մենք խնդիր ունենանք, որովհետև մեր հարևանը լավ էլ առավոտից իրիկու մեր նկատմամբ սենց կամած բազա է ստեղծում, որպեսի արդարացնի հարձակումը, այդ անորոշությունից օգտվելու առաջարկություն անում Ամերիկային, պատրաստ եմ քեզանից ինքնաթիռներ առնեմ, պատրաստ եմ վարկ քեզանից ձևակերպեմ, քեզանից էլ առնեմ, չնայած ձեռը 4 քարի տակ ինչ ինքը փող ունի, ամեն ինչ ուզում անի, որ որևէ ձևով ցույց տա, որ բիզնեսի հետ կապված իրանք շատ լավ էլ կարող են համագործակցել Ամերիկայի հետ, իսկ քանի որ միայն բիզնեսով է չափում Դոնալդ Տրամպը, այդ պարագայում կարող ենք ասել, որ մենք մեծ սպասելիքներ չունենք, էլի որ կարող է քրիստոնեական արժեքները ինքը հարգի եւ մեր կողքը անցնի, եթե այնտեղ դոլարների մասին է խոսքը, պատահական չի, որ Ամերիկայի դոլարի վրա գրված է in God we trust, որ Աստծուն հավատում ենք կամ Աստծուն վրա ենք հենվում կամ տարբեր ձևով են մեկնաբանում, բայց ուզում ասեմ դա դոլարի վրա է գրած, իսկ Դոնալդ Տրամպը բիզնեսմեն է, հրաշալի ինքը հասկանում է Աստծու դերակատարությունը դոլարի գործում, այնպես որ հանկարծ քրիստոնեական արժեքներով 100 միլիոնավոր դոլարների վարկի դեմը չեք առնելու, այդ ուղղակի պետքա ուշադրություն դարձնել եւ շարունակությունը նայենք։ Reuters-ը գրում է. Իրանը մերժում է ԱՄՆ-ի միջուկային ծրագրի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու պահանջը եւ հակառակ դեպքում ռմբակոծելու սպառնալիքը, առաջարկելով բանակցել միջնորդավորված Օմանի միջոցով, որը Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակման երկարամյա խողովակ է։ Դե հեղափոխությունից հետո իրանք շփում չեն ունեցել, պարզա է շփումը միջնորդավորված է։ Բացի այդ, Իրանը պաշտոնական նախազգուշացումներ է ուղարկել Իրաքին
Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Քաթարին, Թուրքիային և Բահրեյնին, որ ԱՄՆ-ի հնարավոր արձակմանը ցանկացած աջակցություն, ներառյալ ԱՄՆ զորքերի տեղակայման համար տարածքի տրամադրումը և օդային տարածքի օգտագործումը կդիտվի որպես թշնամական գործողություն։ Նման արարքը նրանց համար ծանր հետևանքներ կունենա, հավելելով, որ Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին Իրանի զինված ուժերը բարձր պատրաստվածության է դրել։ Ուշադրություն դարձրեք, այս ցուցակի մեջ Ադրբեջանը չկա, բայց եւ հիշացնեմ ձեզ, որ ես այդ մասին խոսել եմ, որ Ադրբեջանի պաշտոնյան ասեց Հայաստանին, որ Իսրայելը զինում է Ադրբեջանի ոչ միայն ձեր դեմ, այլ նաև մեր դեմ։ Էնպես չի, որ մենք չգիտենք, որ եթե ցուցակի մեջ չկա Ադրբեջանը, որևէտև փաստ չունեն, որ Իրանի դեմ զինվում, իսկ այս պետությունների անունը, որ տալիս այնտեղ բազաների խնդիր է, Ամերիկայի հետ համագործակցության խնդիր է, որ կարող է տարած տրամադրեն եւ այլ եւ այլ, այսինքն դա կոնկրետ ֆիքսված է, իսկ որպեսի Իրանը նամակով դիմեր ու այսպես հայտարարեր, որ այս երկրներին զգուշացրել եմ, Ադրբեջանը այդ ցանկի մեջ չի, չմտածենք, որ Ադրբեջանը իսկապես այդ ցանկի մեջ չի։ Ադրբեջանը այդ ցանկի մեջ է ոչ հրապարակային նախազգուշացման ձևով, որ տեսա բախտը չփորձես, այս քայլը անես, բայց քանի որ Իրանի դիրքերը այդքան էլ ուժեղ չեն, դա բավարար չի, որ մենք մտածենք ինքը մի հատ Ադրբեջանին տեղը դրեց եւ դա բավարար է, որ մենք էլ խնդիր չունենանք, Իրանն էլ մեզ համար անվտանգություն կապահովի։ Այդքան միամիտ չենք, որ այսօր մտածենք, որ Իրանը մեզ համար անվտանգություն կապահովի, բայց ցանկացած անկայունություն մենք պետք է հաշվի առնենք, որ դա մեզ համար լուրջ վտանգ կարող է ներկայացնի։ Մանավանդ հիմա դուք ինչի համար եմ ասում, ուշադրություն դարձնենք այդ հանգամանքին, որ Ադրբեջանը նույնպես մեծ սպասելիքներ ունի Իսրայելի հետ։ Այդ դրա համար եմ ասում, գոնե եթե կգնա Ամերիկա եւ այս իրավիճակը ինչ որ ձևով կպարզվի, որ այդքան ողջևորված չլինի Իրանի դեմ հարձակումով, որովհետեւ ամենամեծ շահագրգռվածությունը Իրանի դեմ հարձակման դա ունի Իսրայելը, անգամ ոչ Ամերիկան։ Ամերիկան կարող է ասի նավթի հետ կապված խնդիրներ, ազդեցության խնդիրներ, միջուկային զենք, այդ ամբողջը գիտենք, բայց քանի որ տենց ատամներով Իսրայելին պահում է, Իսրայելը մտածում է, եթե այսօր Իրանին չխեղճացրեցինք, հանկարծ ինքը միջուկային զենք ստեղծեց, ամեն օր չի, որ Ամերիկան կարող է մեզ պաշտպանի, կամ ամեն օր Ամերիկան Իրանը հարվածելու սլի հրթիռներով Ամերիկայի հետ թատերականացված ներկայացում անեն, սրանք այս կողմից խփեն, նրանք էլ օդում խփեն։ Կարող է եւ դա տեղի չունենա եւ հարվածները լինի հանկարծակի։ Ինքը ասում է ավելի լավ այսօր կործանարար հարված հասցնենք Իրանին, քան թողենք Իրանը հզորանա, որտեղ Իսրայելը արդեն խոստովանել է, եթե Իրանը միջուկային զենք ունենա, կործանարար հարվածը հասցնելու Իսրայելին, ոչ թե Ամերիկային։ Այդ իսկ պատճառով ամենամեծ շահագրգռվածությունը ունի Իսրայելը, բայց կարող է գնա եւ սաղը ցնցուղ պահեն այնտեղ սպիտակ տանը իր գլխին, ասեն, որ չէ, այս պահին մենք չենք հարվածելու Իրանին, ոչ էլ դու եթե հարվածես կարող ենք ամբողջ ծավալով քեզ աջակցենք, որովհետև ուշադրություն դարձրեք մի հանգամանքի, ասում են հութիներին օգնում է, հետ Տրամփն էր ասում, Իրանը ինքնազինում, եթե հութիները մի հատ էլ հարձակվեն ամերիկյան նավերի վրա, առևտրային կլինի ռազմանավերի վրա կապ չունի, հարվածը ստանալու է Իրանը, բայց այդ ընթացքում ասելուց հետո հութիները հարվածեցին, եւ հետո ինչ ասեց Տրամփը, ոնց որ տեսանք ինքը Իրանին չհարվածեց, բայց զգուշացրել էր, որ հարվածելու է։ Այսինքն ինչ է ստացվում, ինքը ասեց, դե եթե մեզ հարվածում են, մենք էլ իրանց ենք հարվածում, թող չհարվածեն, պատասխան չստանան, բայց հո մենք հիշողության կորուստ չունենք, մենք մի քանի օր առաջ իրար հետ չենք պարզել, որ եթե հութիները մի հատ էլ հարվածեին, պատասխանը Թեհրանն էր ստանալու, ոնց որ տեսանք դա տենց տեղի չունեցավ, իսկ հութիները բավական լկտի շարունակում են հարված, նույնիսկ եթե իրանց կործանարար հարվածը հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչու եմ ասում, այդպես հեշտությամբ ասել, որ մի հատ կհարվածեն ու Իրանին շարքից կհանեն, դա կարող է Ամերիկայի համար այդպես դիտարկվի, բայց Իսրայելի համար դա կարող է այդպես չլինի, որտեղ Իսրայելի տարածքը այնպիսին է, որ մի քանի հատ ծանր հարվածը կարող է նրա համար շատ լուրջ կործանարար հարված լինի։ Այնպես նրանք դա շատ լավ հասկանում են։ Բայց դե միևնույն ժամանակ, քանի որ Ամերիկան միշտ աշխատում է շանտաժով, Ամերիկան չէ, Տրամփը մի հատ վախացնում է, հետո ասում է արի գործարք կնքենք, վախացնում է, ասում է, բայց բոլորը արդեն հասկացել են, արդեն չեն էլ վախենում։ Հիմա իր համար, եթե այդքան երկրները թվարկեցին, որոնք կարող է Ամերիկային աջակցեն
Իրանի դեմ պլացդարմ ստեղծելու, նույնիսկ Ամերիկային պետք է որ անուղղակիորեն Իրանը իմանա, որ անգամ Ադրբեջանին Իսրայելով կարան զինեն ու դեմոնստրատիվ զենք են ուղարկում, որ իմացի այդտեղ էլ կարող ենք մենք այդ հարցը լուծել, ավելի լավ է արի գնանք գործարքի։ Այսինքն սա սպառնալիքի կարող է լրացուցիչ քայլ լինի, ոչ ավելին, բայց միևնույնն է, եթե Ադրբեջանը գործարքի է գնում Ամերիկայի հետ Իսրայելի միջոցով, դա մեզ պետք է մտահոգի, որովհետև մենք չենք դրանք պայմանավորվել, մենք չենք այդ գործարքի գնացել եւ մենք չգիտենք մեր հետ կապված ինչպիսի որոշում կա։ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուଆ Բայրուն սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփին, որն աջակցություն է հայտնել ծայրահեղ աճ ազգային միավորում կուսակցության առաջնորդ Մարին Լպենին։ Ըստ Ֆրանսիայի վարչապետի Լպենի վերաբերյալ Տրամփի հայտարարությունները միջամտություն են, միջամտությունը դարձել է աշխարհի օրենքը։ Բայրոնն ասել է, որ դատապարտում է անպարկեշտ ոչ լիբերալ խմբին, որը որոշել է, որ մարդու իրավունքները օրենքի գերակայությունը պետք է մնան անցյալում։ Այսինքն սա նաև այն գնահատականը, որ դատարանը որոշում է կայացրել փաստեր ունի, ինչ ոնց է կանգնում ասում ենթադրենք դա հետապնդում է այս կոմենկում։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը անհետևանք չի անցնում եւ Արևմուտք Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների ցանկացած հարցում տարաձայնությունը մեր շահերից հաստատ չի բխում, մեր կարգի փոքր պետության համար պարտադիր մենք մտածում ենք, որ Ամերիկան պետք է թեկուզ դժվարությամբ, բայց վերականգնի երբեմն իր հզորությունը, որի դեպքում մենք մեզ շատ ավելի անվտանգ կզգանք։ Իսկ հիմա նայենք Հայաստանի հետ կապված ինչ ունենք, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել են լրագրողի հարցին, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը, արդյոք դա այդպես է եղել։ Լրագրողը հարց է տալի արտգործնախարարությանը, իսկ արտգործնախարարությունից պարզաբանում են. Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման ուշադրություն, անվտանգության եւ իրավունք, կարգավիճակ բառաստե չկա։ Ապահովման, այդ թվում եւ այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաեւ միտված երրորդ երկրներում Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Իհարկե, այս հարցում արտգործնախարարությունը շատ լավ գիտի, որ Լեռնային Ղարաբաղի կողմից որն է մերժվել եւ ինչ չափով եւ հիմնականում ով էր դեմ, այսպեսի հայտարարություն անելը առնվազն անազնիվ է։ Այն որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները շատ վատ բաներ են արել, դրա մասին մշտական խոսում ենք, բայց այն որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը եւ վարչապետը գիտի թե ով է մերժե, այս կարգի բաները անազնիվ է, որովհետեւ այդ նույն մարդիկ գիտեն, որ մենք էլ գիտենք թե իրականում ինչ է կատարվել։ Եթե մենք փակ ինֆորմացիան չենք բացում, դա չի կարելի այդպես օգտագործել։ Եկեք ամեն մեկին իր մեղքի չափով ասենք։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից նշել են արտգործնախարարությունից։ Հիմա ասեմ, որներ սրա սխալների մի քանի սխալները ընդգծված ձևով։ Առաջինը, երբ որ խոսում ես անվտանգության եւ իրավունքի մասին, խոսում ես քաղաքացին, որը կարողանա իր բնորանում ապրել։ Չենք խոսում կարգավիճակի մասին, որովհետև գենոցիդը այնպես չի, որ երկրի ներսում կարող ես թեթև գենոցիդ կազմակերպել։ Դա համաշխարհային երևույթ է, գնահատական տրված, համապատասխան բանաձևերով նաև միավորված ազգերի կազմակերպության։ Մարդը իր բնորանում իրան դուրս են անում։ Խոսում ենք իրավունքի մասին, խոսում ենք անվտանգության։ Եթե դուք նույնիսկ կարգավիճակ բառը չեք գրել, վերջ, եթե դուք ասում եք, որ լուծարել են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, լավ, լուծարել են իրանք, բա որ իրանք լուծարել են, իրավունքի ու անվտանգության հարցը ուր մնաց, եթե լուծարել են, պետք է իրանք էթնիկ զտման ենթարկեն։ Հիմա եթե Հայաստանի տարածքում եզդիները, քրդերը, ասորիները ինքնավարություն չունեն, մենք կարող ենք նրանց բոլորին ոչնչացնել եւ ասել, բա դրա հետ դուք ի՞նչ կապ ունեք։
Ընդհանրապես երկու տարբեր բան չենք խառնում։ Եվ մյուսը, Հայաստանի իշխանությունները ընդհանրապես չեն ճանաչում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եղել է որպես այդպիսի։ Ասում են ընդհանրապես 91 թվականից Ադրբեջանի կազմում ա եղել, եկել ենք նայել ենք ու չենք հասկանում, թե ինչ ենք քննարկում։ Լավ, դա էլ դնենք մի կողմ, որ սխալ են ասում։ Բայց եթե դուք դա չեք ճանաչել, այդ ոնց եք ասում, չէինք ճանաչում, բայց հենց իրանք լուծարեցին, արդեն մենք անելիք չունեինք։ Այսինքն մինչև լուծարելը ունեիք, ուրեմն մինչև լուծարելը ճանաչում էիք այդ կարգավիճակը։ Եթե մինչև լուծարելը այդ կարգավիճակը ճանաչում էր նաև Ադրբեջանը, բայց մարդկանց ոնց է դատում, որ ապօրինի կառույց եք ստեղծել Արցախում եւ դուք այդ իշխանությունը զավթել եք։ Որ իշխանությունն են զավթել, եթե դու այդ իշխանությունը ճանաչում ես։ Եթե չես ճանաչել այդ իշխանությունը, բա Շահրամանյանը ինչ է լուծարել։ Գոյություն չունեցողը ոնց է լուծարել, բայց այդ նույն բանը մի բան էլ ասենք, որ էլի անազնիվ է Հայաստանի իշխանությունների կողմից։ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե Շահրամանյանը ինչի համար է լուծարման որոշում տվել, ու դուք էլ շատ լավ գիտեք, ասեք մարդիկ իմանան, ասեք, որ դա անձնական երաշխիքների համար էր։ Նիկոլ Փաշինյան, դու դա չգիտես։ Դու դա լավ գիտես, որ եւ Շահրամանյանի եւ իր հարազատի հետ կապված անգամ նա բանակցություն էր վարել Ադրբեջանի հետ, որպեսզի այդ մարդուն բաց եք թողում, ինձ է թողում եք հանգիստ գնամ Հայաստան, ինչ էլ ուզում եք ստորագրել։ Դա նրա համար չի եղել, որ ժողովրդի անվտանգությունը պահեն, դա նրա համար չի եղել, որ եթե դա չանեինք, խնդիրներ կունենային, դա զուտ անձնական խնդիր է լուծվել։ Այո, հրապարակեք, հիմա արդեն Արցախի հետ կապված վիճակը այսպես է, ում եք սպասում։ Այսինքն մի հատ ապատեղեկատվություն եք տարածում, որ Արցախի իշխանություններն են ձախողե բանակցությունները, բայց դա այդպես չի եղել։ Մի մասում համաձայն եմ, իսկ մի մասում ոչ։ Ադրբեջանի արածը իրենց վրա մի գցեք։ Բայց մյուս հարցում էլ, որպեսզի մարդիկ հասկանան, հիմա մարդիկ վրդոված են, պահանջներ են դնում, իրանց շահերն են ուզում արտահայտածել են, Շահրամանյանն է դեռ իշխանությունը պահպանում եւ քայլեր անում։ Մի հատ չեք ուզում աշկը մտցնեք, ասեք լսի, երիտասարդ, մենք գիտենք ինչի հիմա վրա դու դա ստորագրել, հիմա բոլորին գցել կրակը։ Բայց միևնույնն է, եթե նա անօրինական փաստաթուղթ ստորագրել, որի վրա հենվում եք, ուրեմն այդ կառույցը գոյություն ունեցել է։ Նիկոլ Փաշինյանը ոնց է ասում 91 թվականից չկար։ Մի հատ կողմնորոշվեք էլի։ Ու այս նույն բանը նաև Ադրբեջանն է իր գլխին սարքում, որտեվ չի կարող Ադրբեջանն ասի, այո, Շահրամանյանի արծածը օրինական է, բա որ Շահրամանյանի հրամանագիրը օրինական է, նշանակում է դրանից առաջ օրինական գործել է իշխանություն, նույնիսկ չճանաչված, բայց չես դատում այդ մարդկանց։ Հարցը նա չի, որ նրանք այնքան սխալ բան են արել Արցախի ու Հայաստանի դեմ, որ կարող է մենք մտածենք արժեր կամ չէ, այդ ուրիշ խնդիր է, դա չխառնենք մեկը մեկի հետ։ Մենք ուզում ենք խոսենք, որ այնքան սխալներ են իրանք թույլ տալի, որ շատ հանգիստ մենք կարող ենք օգտվել։ Իսկ ամեն օր զիջել ու ասել, այդ զիջելու արդյունքում գոնե միտեղ Ադրբեջանը կկանգնի, ինչպես տեսնում եք, չի կանգնում։ Նորից սահմանին կրակում են Սյունիքում, նորից կրակում են մարդկանց, ահաբեկում են, հասնում են Հայաստանի վրա չեն կրակել, բայց ահաբեկում են մարդկանց։ Այդ ամեն ինչի չենք ուզում, նաև մարդը վախենում է այնտեղ ապրի։ Այդ ամեն ինչն անում են, բայց իրանք նաև հող են նախապատրաստում հարձակման համար։ Մանավանդ նշեցի աշխարհակաղակական իրավիճակը, որ մեզ համար համենայն դեպս այս անորոշությունը անբարենպաստ է։ Եվ տեսնում եք իրանք ոնց են հողը նախապատրաստում, ոնց են զորքին ասում նախապատրաստվեք, Հայաստանն է պրովոկացիա անում։ Ամեն օր մենք այդ ամեն ինչի չենք տեսնում։ Հիմա էլ ականապատ տարածքներում ադրբեջանցիները գնացել են մի քանի վիրավոր են ունեցել։ Ով է ասել, որ այդ հայկական ականի վրա են պայթել։ Կոնկրետ աշխարհագրությամբ կոնկրետ տեղը իրանք նշել են, ու դա այն տարածքն է, որտեղ մենք ականապատել ենք, որ Ադրբեջանը առաջ չգա, թե Ադրբեջանը ականապատել էր, որ մենք առաջ չգնանք։ Ֆիքսել եք դա։ Հաստատ գիտեք, որ Ադրբեջանը այդ պրովոկացիան դիտավորյալ չի արել, մի քանի հոգու էլ կվիրավորի։ Մենք ինչի ենք ընդունում իրանց ասածը, ու այդ իրանց ասածը լավ էլ տարածում եւ դրանց վրա բան կառուցում։ Ես դրա համար ուզում եմ ասեմ, ինչքան մենք զիջել ենք, ու ոչ միայն Փաշինյանի օրոք։ Փաշինյանից առաջվանն էլ ասեմ, որ չմտա, ինձ համար անձը կարևոր չի, ինձ համար երևույթն է կարևոր։ Դրա համար բերեմ օրինակ, որը Փաշինյանից առաջ է եղել։ Այդ հարցազրույցից կարճ մաս եմ կարդում, միայն այդ, որը վերաբերում է թեմային։ Գալա TV-ին տված հարցազրույց 24 օգոստոս 2017 թվական, այսինքն արդեն որ Սերժ Սարգսյանի իշխանությունը
2017 թվականին խորհրդարանը ձևավորվել էր, ինքն էլ մտածում էր հավերժ պաշտոնավարելու 18 թվին է գնացել, այնպես որ սա Սերժ Սարգսյանին վերաբերվող կոնկրետ բան էր, երբ որ շատ դեպքերում ասում են, եթե մենք բանակցություններում զիջել ենք, Ադրբեջանը չի համաձայնվում, վերնագիրը հենց դա էլ դրել եմ, ինչի չի համաձայնվում, Ադրբեջանն ուզում է ամբողջն ու միանգամից թե Արցախը, թե ազատագրված տարածքները, այդ դրա համար մասամբ չի համաձայնում թող ստորագրի, որտեղ ամբողջն է ուզում, ինչպես տեսակ ամբողջը ստացավ, մի քանի տարի հետո։ Հիմա պատասխանը իմ կարդամ կարճ։ Հայկական կողմը փաստացի ունի հնարավոր առավելագույնը։ Արցախն անկախ է, Հայաստանի հետ օրգանական կապի մեջ։ Ազատագրված տարածքներն էլ մեզ համար լրացուցիչ երաշխիք են, անվտանգության գոտու տեսքով։ Մենք ջանում ենք այս առավելագույնը կամ գոնե Արցախի իրավական անկախության ու անվտանգության դիմաց ինչ որ զիջման գնով ամրագրել դա։ Բայց ինչպիսի զիջման պատրաստակամություն էլ հայտնվել է իշխանությունների կողմից, հստակ ասվել է նաև, որ Արցախի կարգավիճակի հարցում, եթե չկա համաձայնություն, ուրեմն չկա համաձայնություն ընդհանրապես։ Եթե մի կետ էլ համաձայնեցված չի, ուրեմն համաձայնեցված չի ոչինչ։ Իսկ հիմա եզրակացությունը հասկանանք։ Այսինքն, հարցերը քննարկում են փուլային, բայց համաձայնություն է ձեռք բերվում փաթեթային։ Սրան հակառակ Ադրբեջանն ուզում է ամբողջն ու միանգամից թե Արցախը, թե ազատագրված տարածքները, ինչով բանակցությունները մտցնում է փակուղի։ Հիմա եթե ասում է, որ մեր իշխանությունները պատրաստ են զիջումների, դա էլ կարելի է համարել տակտիկական խաղ, որ մենք պատրաստ ենք, սակայն Ադրբեջանը դրսևորում է ապակառուցողական մոտեցում։ Իհարկե սա էլ անվերջ շարունակել հնարավոր չէ, քանի որ դրսի մոտ տպավորություն է առաջանում, որ եթե մենք մի մասը կորցնելու համաձայն ենք, իսկ Ադրբեջանը ոչ մի զիջման պատրաստ չէ, ուրեմն իսկապես ամբողջն էլ Ադրբեջանինն է, որ չի հաշտվում ոչ մի կորուստի հետ։ Այսինքն այսօր Սերժ Սարգսյանի զիջողականության ժամանակ եմ ասել։ Այսինքն մեր կառուցողական ոճի ու մերթընդմերթ մեր ակտիվ ու ինչու՞ չէ նաև ագրեսիվ պահանջները, մասնավորապես մեր փախստականների հարցը, Դաշտային Ղարաբաղի մեր տարածքային կորուստները, նաև Նախճեվանի հարցի բարձրացումը, որքան էլ անիրականանալի թվան, այդուհանդերձ պետք է բարձրացնենք, որ մենք ավելին ենք կորցրել ու հետ ենք բերել այնքան, որքան կարողացել ենք, ու սրա հարցում մեր զիջումների պատրաստակամությունը զուտ Արցախի հարցի կարգավորման համար է, որպեսզի մեր այսօրվա կռիվը չթողնենք մեր սերունդներին, այլ ոչ թե մերը չի, հեշտությամբ զիջում ենք։ Այս սա էինք ասում, հերիքա զիջեք, մի բան է դուք բանակցային սեղանին դրեք, որ բացատրեք, որ դուք էլ ստանալիք ունեք, այլ ոչ թե մեզ մեղադրում են, ասում են, բան ականի վրա պայթել է, մերոնք էլ հայտարարում են, թե 972 քարտեզ ենք տվել ականի առանց որևէ ակնկալիքի, առանց որևէ նախապայմանի, էլ ինչ են ուզում մեզանից։ Ուզում ենք ասենք 972-ը ինչ է առանց նախապայմանի տվել, եթե ինքը կարող է իր ականի վրա պայթի, էլի Հայաստանին մեղադրի։ Այս նույն սխալներն արել է Սերժ Սարգսյանը, նույն սխալն արել է Սերժ Սարգսյանի իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը, որտեղ ինքը տրամաբանական շարունակությունն է Սերժ Սարգսյանի իշխանության։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյանի YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։